Մուսալեր հուշարձանը նվիրված է Մուսալերան հերոսամարտին, կառուցվել է Հայաստանի և Սփյուռքի մուսալերցիների նյութական միջոցներով և անմիջական մասնակցությամբ։ Անառիկ ամրոց հիշեցնող կոթողը խորհրդանշում է Մուսալերան հերոսամարտի մասնակիցների համար ու անկոտրում կամքը, ազատագրական ոգին, առնականությունն ու արիությունը։ Մուսալեր բառացիորեն նշանակում է մտքի լեր, Մովսեսի լեր, սուրբ լեր, գտնվում է ներկայիս Թուրքիայի հարավի մասում, Աթաքնյա ծոցի և նրա մեջ թափվող Որոտնա գետի ստորին հոսանքի միջև։ Զվարթնոցի տաճարը 7-րդ դարի հայ առաքելական տաճար, որը կառուցվել է Ներսես Տայեցու պատվերով 641-ից 661 թվականներին։ Զվարթնոցի տաճարը կառուցվել է այն վայրում, որտեղ միմյանց են հանդիպել Տրթակ մեծը և Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։ Զվարթնոցի պատին Ներսես Տայեցին թողել է մի արձանագրություն հունալեզու, որտեղ նշվում է Ներսեսն է կառուցել հիշեցել։ Զվարթնոցի տաճարը կանգուն է մնացել մինչև 10-րդ դարը։ Ենթադրվում է, որ Զվարթնոցի տարածքում է գտնվել Տիր Աստծո Մեհյանը։ Տաճարը Զվարթնոց անվանել է պատմիչ Սևեոսը, մինչև այդ տաճարը ունեցել է Սուրբ Գրիգոր անունը։ Ղեյտանոս կայսեր 254-305 թվականին հալածանքներից փախչում են Հայաստան և քրիստոնեություն քարոզում, որտեղ Հայոց Տրթատ III մեծ արքայի կողմից նույնպես հալածանքների է ենթարկվում և սպանվում իր հավատակից 32 կույսերի հետ միասին։ Հռիփսիմյան կույսերի նահատակման տեղում Տրթատ արքան և Գրիգոր Լուսավորչը կառուցել են վկայարան, կիսակենթափոր հանգստարան, վրան քարաշեր 4 սյուներով ամպրովանի։ Համաձայն Մովսես Խորենացու հայոց պատմության, մինչև վաղաշաբաթ կոչվել է քաղաքը, անվանվել է Վարկեսավան, իսկ դրանից առաջ Արտիմետ։ Բնակավայրի Արտիմետ անվանումը հավանաբար պայմանավորված է այնտեղ գտնվող Արտիմետ Տանահիտ աստվածուհու նվիրված տաճարով։ Ենթադրության օգտին են խոսում 1950-ական թվականներին Մար և Սուրբ Հռիփսիմե տաճարների պեղումների ժամանակ նրանց հիմքերի հայտնաբերված հեքիաթոսական տաճարների բեկորները։ Վարկես մանուկը բաժանվելով Տուհաց գավառից Քասախ գետով գալիս նստում է Շլեշ Փլերի Քասախ գետի մոտ, Արտիմետ քաղաքում Երվանդ արքայի խնամախոսելու, որտեղ իր անվամբ հիմնում են Վարկեսավանը։ Երկրորդ դարի առաջին կեսին ըստ Մովսես Խորենացու Սարադրուկ բեի որդի Վաղարս Աթագավորը Վարկեսավանը պատում է պարսպում և մեծ պատվարով դարձնում թագավորանիստ քաղաք, վերանվանվելով այն Վաղաշաբաթ կամ Նոր քաղաք։ Արմավիրի մարզի հնագույն կոթողներից է Մայրաթորձ Էջմիածինը, որը կառուցվել է 301-ից 303 թվականներին Գրիգոր Լուսավորչի և Տրթակ III-ի գլխավորությամբ, ըստ պատմիչ Ագաթնակեղոսի Գրիգոր Լուսավորիչը տեսել Էջմիածին որդին Ջջյակին իջել է և հարվածել է հենց այն վայրին, որտեղ գտնվում է ներկայիս հայ տաճարը։ Մինչև 15-րդ դարը Էջմիածինը չի ունեցել իր այժմյան անունը, այն եղել է Վաղաշաբաթի կաթոլիկե կամ պարզապես կաթոլիկե։ Էջմիածին անվանումը առաջացել է նշանականից, որը կոչվել է Էջմիածին Իգորը։ Եվ Էջմիածին նշանակում է իջավ միածին։ Երբ գայնանց կույսերը թվով 37 հոգի հասնում են հայոց մայրաքաղաք Վաղաշաբաթ, բնակվում են նրա հյուսիս-արևելք կողմերում գտնվող այգիների հնձաններում, սնվում են նրանց ունեցածը վաճառելով, քույրերից մեկն էլ գիտենալով ապակագործությունը, արեստը, ապակյա ուլունքներ է պատրաստում և վաճառում և կույսերն իրենց կարիքները այդպես են հոգում։ Նույն օրը և նույն տեղում Դահիշը սրահման է անում կույսերից ևս 32 հոգու, ով եկել էր թաղելու Սուրբ Հռիփսիմեի մարմինը, սակայն չեն հաջողվում և ապա ևս մեկին, ով հիվանդության պատճառով մնացել էր հանձնվում։ Ըստ Ագանթագեղոսի 301 թվականին Գրիգոր I Լուսավորչի ղեկավարությամբ և նրա գծած հիմքերի վրա Տրթատ III մեծը, նրա քույր Խոսրով Դուխտը և Աշխեն Թագուհին վկայարան են կառուցել։ 395 թվականին Սահակ և Պարթև Փարաժանկերտցին քանդել է վկայարանը և տեղում սրբաշատ տուֆով շինել, այսօր կանգուն իր Սուրբ Գայանե եկեղեցին վանական միաբանության հաստատել։ Ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում։ Ապագա գյուղը գտնվում է Արմավիրի մարզում Մեծամոր գետի աջափին։ Գյուղի արևմտյան մասում կա մ.թ.ա. առաջ 3-ից առաջին հազարամյակի բնակատեղի և մ.թ.ա. առաջ 3-ից առաջին հազարամյակի ամրոց։ Նախկին անվանումը եղել է Վերին Թուրքմելու։ Մինչև առաջին համաշխարհային պատերազմը բնակեցված է եղել ադրբեջանցիներով։
Այնուհետև հայերով, որոնց մի մասի նախկինները 1915 թվականին այստեղ են գաղթել Սասունի Մոտկան գավառից։ Գյուղի անվանումը եկել է 1935 թվականից, երբ սասունցիները գյուղը անվանեցին ապագան մերն է գաղափարախոսությամբ, հետագայում դառնում է ապագա։ Առատաշեն գյուղի նախկին անվանումը Մեծ Ձևա է եղել։ Գյուղը գտնվում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում, վերանվանվել է Առատաշեն 1978 թվականի հունվարի 25-ին։ Բնակիչները հայեր են, որոնց նախկինները 1828-ից 29 թվականներին գաղթել են Սալմաստից, Խոյից և 1915-ից 16 թվականներին Ալաշկերտից։ Առատաշեն նշանակում է էգուսականությամբ հարուստ։ Արաքս գյուղի նախկին անունը եղել է Ներքեղարգուն Շարիֆաբադ։ Բնակիչների նախնիների մի մասը 1915-ից 20 թվականները այստեղ են գաղթել Երևանի նահանգի Սուրմալուի գավառից։ 1946 թվականին վերանվանվել է Արաքսի պատիվ գյուղի, մոտակայքում հոսող Արաքսգետի։ Խորոնք գյուղը մինչև 1946 թվական անվանվել է Ներքին Այլանդում, 1946-ից 1991 թվականներին Լենուղի։ Վերանվանվել է Լենուղի 1946 թվականի ապրիլի 4-ին, Խորոնք 1991 թվականի օգոստոսի 8-ին։ Բնակիչները հայեր են, որոնց մի մասը նախնիներն այստեղ են գաղթել Վանի, Բայազետի, Արջեշի շրջաններից և Արածափից 1829 թվականից 1830 թվականներին։ Գյուղի Խորոնք անվանումը կապված է Արևմտյան Հայաստանում գտնվող Խորոնք գյուղի հետ։ Խորնի կամ խորոնք, խորենք, խորհան, գյուղը Արևմտյան Հայաստանում, Թբիլիսի վիլայեթի Մշո գավառում, գտնվել է պատմական Հայաստանի Տուրուբերան նահանգի Տարոն գավառում։ Գյուղը տեղակայված է Մուշ քաղաքից 8 կիլոմետր հյուսիս-արևմուտք, Արածանի ձախ վտակներից մեկի միջին հոսանքի ձախ կողմում։ Ըստ Օրմանյանի, խորոնք նշանակում է ծննդավայր։ Ենթադրաբար անվանումը կապված է եղել գյուղում Մովսես Խորենացու ծնված լինելու հանգամանքի հետ։ Գյուղի մասին առաջին հիշատակությունը վերաբերվում է 4-րդ դարին։ Այն պատկանել է Գլակավանքին։ Բացի այլ խեթական արձանագրությունների Հորնիա քաղաքի հետ։ Հովհան Մամիկոնյանն իր 7-րդ դարի պատմության ձեռագրերում այն հիշատակել է որպես Խոհնի, Խորհնի, Խրտնի ձևերով։ Եղել է գյուղ կամ ավան։ Ավելի ուշ ժամանակաշրջանում բնակավայրը կրել է խորոնք անվանումը և հանդիսացել է Թբիլիսի վիլայեթի Մշո գավառի գյուղերից մեկը։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ Եղեռնի ժամանակ։ Արաքսը հայկական լեռնաշխարհի ամենախոշոր գետերից մեկը անդրսահմանային գետ է, որի ավազանն ընդգրկում է Թուրքիայի, Հայաստանի, Արցախի, Իրանի և Ադրբեջանի տարածքը։ Այլ անվանումներն են Աբոս, Աուռաս, Արակ, Արազի, Արախես, Արախիս, Արաս, Արասի, Արասխի, Տվանգետ, Երասխ, Երասխ, Երես, Էգրի և այլն։ Արաքսը հին կտակարանում կոչվել է Գիհոն կամ Գեհոն, դրախտի 4 գետերից մեկը, հայկական աղբյուրներում Երասխ, Արաքս, արաբականում Արազ։ Սև ջուր, Մեծամոր։ Մեծամորը Արարատյան դաշտի գետերից է։ Սկիզբ է առնում Ակնալճից և թափվում Արաքս գետը։ Նրա ակունքների մոտ է գտնվում Մեծամոր ամրոց բնակատեղին, որը հայտնի է մեր թվարկությունից առաջ 4-րդ հազարամյակի կեսերից։ Մեծամորը հայկական հնագույն տեղանուններից է։ Մոր նշանակում է ջուր, գետ, ճահճուտ, տիղ։ Մեծամոր նշանակում է ճահճաջուր։ Այդպես է կոչվել, որովհետև Արարատյան դաշտի այն հատվածը, որտեղով հոսում էր գետը, լճակ, ճահճուտներ և եղեգնուտներ էին։ Ճահճուտ այդ ամբողջ տարածքը կոչվել է Մեծամոր, որից էլ գետը ստացել է իր անունը։